Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսնում եք արդեն կադրերով երևի ցույց կտա, ինչ գրություններ են, հաշվի առնելով, որ հայտնի միջադեպից հետո պատգամավորներից մեկը սկսել է աստվածաշունչ ընթերցել եւ սաղմոսներ անգիրանել, պարզապես հիշեցման կարգով Սաղմոս 36-ին թող ուշադրություն դարձնի, Եսայա 13-11-րդ կետին ուշադրություն դարձնի, շարունակի աստվածաշնչյան ընթերցումները, դա հաստատ օգուտ կբերի ապաշխարելու եւ դժվարություններ չունենալու այդ պարզ հասարակ բառը ասելու ներողություն բառը ասելու նկատի ունի։ Գիտեք, որ այսօր խորհրդարանում քիչ անց քննարկվելու է էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ավելի ճիշտ չստեղծելու հարցը, գիտեք, որ իշխող խմբակցությունը որոշեց, որ պիտի չստեղծի իր թիմակցի համար այդ հանձնաժողովը, բացատրություններն էլ գիտեք, ըստ էության չկա բացատրություն, թե ինչու չեն ուզում ստեղծել։ Այսուհետ ինձ թվում է Անդրանիկ Քոչարյանի վարքի պատասխանատվությունը բոլոր դեմ քվեարկած պատգամավորները կվերցնեն իրենց վրա։ Այսինքն սրանից հետո հնարավոր է, որ շարունակի Քոչարյանը սա կարդալ աստվածաշունչ կօգնի։ Դե մեր ցանկությունն է դա, մենք ուղղակի մղում ենք, որ Սաղմոս 36-ն էլ կարդան, 150 Սաղմոս կա, թող բոլորը շարունակի կարդալ, ոչ միայն այդ շուրթերի պահը ըմբռնի, մնացածն է լավ ըմբռնի, դա է մեր ցանկությունը անկեղծ եւ դրան ենք ուզում մենք տանել։ Ես շատ ուրախ եմ, որ այդ միջադեպը մղել է իսկապես մեր պատգամավորներից մեկին աստվածաշնչին այդքան մոտ գտնվել եւ սկսել սաղմոսներ անգիրանել, շատ լավ փաստորեն, շատ լավ արդյունք ապահովեց այս միջադեպը պատգամավորի համար։ Պատգամավորները մենք ոչ մեկի մուտքը բնականաբար չենք խոչընդոտի եւ նման անօրինական բան երբևէ չենք արել խորհրդարանում եւ չենք անի։ Պարզապես սա հիշեցում է պատգամավորներին։ Տեսեք, եկեք հետևենք միասին, հա, պատգամավորների արձագանքին եւ ռեակցիային ընդհանրապես այս մեր լվացքին։ Նենք կարաս նես նկարես, որ ինքը տեսնում է։ Ձեր սիրելիսը հոգևորականը խնդրել է։ Մենք պահանջում ենք, որ դուք խնդրեք։ Հաղում անեք իրանց դուք ձեր տեղը խոսեք։ Ինչ ձայն լսեցի։ Ես եմ։ Հաղում մի արեք, դուք ձեր տեղը խոսեք։ Ասեք միշտ որ լուսաբանեք, ինչի՞ կշտապ։ Հրիպսիմեն ձեզ բան է ասում, պարոն Քոչարյան։ Պարանի վրա է։ Պարանի, այ
Այլա։ Դե քեզ որ ասում եմ կանացին դու մեզ լավ ես սիրում։ Իվարկեն աստան էլի։ Հացը։ Չեք շփվում։ Ուսացությունը մասերով դուք չխոսեք։ Ասեք պարոն Քոչարյանի, պարոն Ալեքսանյան, ներողություն խնդրի։ Քնարն է։ Հորդորեք ձեր գործընկերոջը։ Պարոն Քոչարյան, ձեր բանջարը բացելիք չունեք։